Պարոն Պապյան, ԱՊՀ նիստում Պուտինի եւ Փաշինյանի միջև այսպես է տարաձայնությունը ԵԱՏՄ շրջանառության հետ կապված, թվերի հետ կապված, ինչու է այդպես, ըստ էության անկում է գրանցվել այդպես այդ շրջանառության մեջ։ Մենք հիշում ենք, որ ընդդիմությունը անընդհատ դեռ 2 տարի էս վերջին անընդհատ ահազանգում էր, որ այս թվերը այդ ուռճացված են, այսինքն Հայաստանում էական տնտեսական ներդրումների արդյունքում չի այդ շրջանառությունը ավելացել, դուք հակադարձում եք, որ դա այսպես սեփականաշնորհում իր իշխանությունը իրեն։ Հիմա հասկանում ենք, որ նույն ոսկու այսպես շրջանառության, ավտոմեքենաների հետ կապված ակնհայտ ընկել է այսպես ոսկին։ Այս դեպքում ճիշտ էր ընդդիմությունը, երբ ասում էր, որ այդ թվերը ուռճացված է, որով իշխանությունը այսպես ասած ուռճացված չէր։ Թիվը ուռճացված է, թիվը ոսկու շրջանառություն էր տեղի ունենում, որից ես անցած տարի էլ եմ ասել, նախ անցած տարի էլ եմ ասել, այս տարի էլ եմ ասել։ Հայաստանը չունի ոչ մի օգուտ։ Հիմա այդ թիվը 0 էլ դառնա, մեր տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը մոտ 0-ի է, այդ թիվը դառնա 100 անգամ շատ, այդ դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա մոտ 0-ի է, որովհետև դա մի բան էր, այսինքն այդ պրոդուկտը գալիս էր Հայաստան, դուք գնում եք մեկ այլ երկիր։ Ինքը ֆորմալ առումով, վիճակագրական առումով թիվ է։ Ռուսաստանի համար արդյունք է էական, որովհետև ինքը բան է արտահանում։ Էմիրատների համար արդյունքը, որովհետև ինքը ստանում է։ Մեր համար ինքը ընդհանրապես վիճակագրական թիվ է։ Դրա համար որ ասում են արտահանումը ներմուծումը չէ, ոչ մի ինչ է շահել, որ մի երկու հոգի մաքսային հայտարարագիր կարող է լրացնում էին, մեկն էլ բան էր, Զվարթնոցից բերում էին այնտեղ են Փարաքյարում մի հատ տեղ կար, այդ արանքում էլ հիշում եք, որ այդ 3 կիլոմետրի վրա մի հատ էլ գողություն տեղի ունեցավ։ Այդ էր, այդ ընթացքում ծախսված բենզինն է մեկ էլ եղել։ Այդ անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանը։ Մեկ էլ իհարկե որոշ տեղափոխողներ կարող է իրենց եկամուտներ են ստացել, որոնք որ տնտեսության վրա ունեցել են 0-ին մոտ ազդեցություն, իրենց անձնական կյանքի վրա որոշակի ազդեցություն ունեցել են, բայց իրանք այդ մեջ շրջանառության մեջ այնքան փոքր բաներ են, որոնք որ ընդհանուր հանրային բարիքի վրա սահմանափակ ազդեցություն ունեն։ Այսինքն կարող է մեկը դրա հետևանքով ռեստորան մի հատ բացել, օրինակ, եւ դա ինչ որ անուղղակի արդյունք ունեցել է, բայց մեծ հաշվով տնտեսության վրա ինքը տեսանելի որևէ արդյունք չի ունեցել։ Եվ խնդրում եմ վերջին հարցը ես 4 միլիարդ 9 միլիարդ, տեսեք Նիկոլ Փաշինյանն ասեց 4 միլիարդ, հետո դուք հրապարակեցիք վիճակագրական ծառայությունով, որ 4 միլիարդ։ Ինչու է Ռուսաստանի նախագահը ասում, որ ավելին է, քանի որ դրանից առաջ էլ երբ Նիկոլ Փաշինյանը մեկներ էր Մոսկվա այդ ատոմայինի հետ կապված հանդիպմանը, Վլադիմիր Պուտինը ասեց 11 միլիարդ եւ այնտեղ չառարկեց Նիկոլ Փաշինյանը, որ 11 միլիարդ չի, այլ 9 միլիարդ է ընդհանուր առևտրաշրջանում։ Արգելի գործընկերներ։ Այսինքն Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է թվեր ընդունված մեթոդաբանությամբ արդեն 30 քանի տարի է։ Հիմա թե որտեղ ինչպես են հաշվում, ես չեմ կարող ասել կամ ինչ թվեր որտեղ ինչ կա։ Մենք այլ բան չենք կարող հրապարակել։ Եթե վիճակագրական ծառայությունը ասի 1 միլիարդ է, պիտի ասենք 1 միլիարդ է, ասի 11-ը, ասենք 11-ը։ Նայել ենք, տեսել ենք, չգիտեմ, 9-ը, ասել ենք 9-ը։ Չի կարող սպառվել։ Իսկ կարող սև կասա կա, պարոն Պապոյան, սև կասա կա, Վլադիմիր Պուտինը սխալմամբ սև կասայի թվեր։ Ես այդպիսի բաներից չեմ հասկանում, այդ երևի դուք հասկանում եք, դրա համար այդպիսի հարցեր եք տալի, ես չգիտեմ։ Մի հարց է ոլորտի հետ կապված։ Դրա հետ կապված ներողություն, դրա հետ կապված հարց տալու համար պարտադիր չի դրա մեջ լինել։ Այսինքն չկա այդ նման բան, վերվելեցը դու ես։ Մենք պարզապես իրականացնում ենք միջոցառումներ, որը շատ լավ իրականացնում ենք եւ այդպիսի բան չկա։ Բայց չկա, հարևան երկրներում կա, մենք հիմա վակցինացիա ենք անում։ Տեսու։